Ողջույն, հարգարժան տիկնայք եւ պարոնայք, Ռուբեն Մեհրաբյան Talks YouTube-յան ալիքն է եթերում, այսօր հարցազրույց է եւ իմ հյուրն է ռազմական հարցերով փորձագետ եւ իմ լավ բարեկամ Վազգեն Ղազարյանը, ողջույն պարոն Ղազարյան, Ողջույն շնորհակալ պարոն Մերաբյան։ շնորհակալ եմ, որ այս առաջին եւ հուսամ ոչ վերջին հարցազրույցին համաձայնել եք մասնակցել եւ ժամանակ եք գտել մեր եթերի համար։ Այսօրվա Սիրով։ մեր խոսակցության առիթը եւ պատճառը այն ցավալի դեպքերի այդ շղթան է, որը չի կտրվում։ Մեր բանակը լրջագույն ռեֆորմների ճանապարհ է բռնել եւ հաջողված զգալի մասով մենք տեսանք ինչ նոր զինատեսակներ է մեր բանակը ձեռք բերել այդ մայիսի 28-ի այդ փառահեղ շքերթին մեր քաղաքացիները նաեւ ժամանակ ունեցան մոտիկից ծանոթանալու այդ տեխնիկային, բայց անձնակազմի հետ կապված մենք խնդիրներ ունենք եւ դա արձանագրում է նաեւ պետությունը։ Մենք տեսանք բազմաթիվ պաշտոնազրկումներ, թերացած պաշտոնյաների եւ մենք տեսանք, որ նոր մարմին է ձևավորվել այդ զինվորական կարգապահության հարցերով զբաղվելու նոր ինչ-որ մոտեցումների բարոյահոգեբանական ապահովման ծառայության վերափոխման ուղղությամբ ի վերջո այս շղթան պետք է կտրվի։ Մեր այս զրույցից առաջ ես տեսա, որ մեր վճռաբեկ դատարանն է ընդհանրապես այդ գողական աշխարհ կոչվածը որպես մեկ խմբավորում արդեն հայտարարել որպես քրեական ենթամշակույթ կրող մի խմբավորում եւ ըստ էության դա դրվում է օրենքից դուրս արդեն իսկ ձեր կարծիքով ինչ չի արվել եւ ինչ պետք է արվի այս շղթան ի վերջո մեկը միշտ կտրելու համար համեցեք Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ, որ հրավիրել եք։ Ես ձեր մշտական ունկնդիրն եմ, պարոն Մերաբյան, ու մեծ պատիվ է ձեր այս ոդքասթին մասնակցելը։ Գիտեք, ուրեմն մի խնդրի պատճառ չի սա։ Սա տասնամյակների ընթացքում բազմաթիվ խնդիրների չլուծելու, ոչ միայն բանակում, այլև հասարակության մեջ խորացած խնդիրների հետևանք, հա, որ այսօր մենք հետևանքի դեմ մենք նկատի ունելով հասարակությունը, պետությունը, դրա դեմ պայքարում ենք, փորձում ենք ինչ-որ քայլեր անել, բայց ոնց որ խնդիրներն են ստեղծվել տասնամյակներում, իմ կարծիքով ցավոք, այս խնդիրների լուծումը պետք է պահանջի նախ ամբողջ հասարակության մասնակցությունը, իհարկե պետության գլխավորությամբ ու պետության ամենամեծ ներգործությամբ նկատի ունեմ պետությունն նկատի ունեմ կառավարության ու պահանջելու է նաև բավական երկար տարիներ։ Ուրեմն եկեք այդ իրավիճակը պատկերացնենք բանակում ինչ է կատարվել, ասենք առաջի պատերազմից հետո։ Առաջի պատերազմից հետո մեր բանակը ուներ ընտրության երկու մոդել։ Աշխարհում այսօր կա բանակաշինության, ինչպես նաև պետականաշինության ցավոք երկու մոդել, այլ ճիշտ այն ժամանակ կար։ Դա սովետական մոդելն էր կամ արևմտյան մոդելն էր։ Մեր պետության այն ժամանակվա ղեկավարները ինչ-ինչ պատճառներից ելնելով ընտրեցին սովետական, ուժ սովետական, որը այտենց էլ չվերածվեց ինչ-որ նոր բանի մոդելը։ Այդ մոդելը, սովետական մոդելը ինչ էր ենթադրում։ Սովետական մոդելը ենթադրում էր մասսա, մեծ քանակի էժան զինվորներ, որոնց չէր ենթադրվում, որ դրանք ունենալու են ինչ-որ բարձր սկիլեր, չէր ենթադրվում, որ դրանք պետք է ունենան բարձր արժեք, ի հակառակ արևմտյանի, որտեղ արևմտյանում ցանկացած զինծառայող ունի բարձր արժեք ու բարձր ինքնարժեք պետության ու պետության ղեկավարության համար։ Սովետը չուներ այդ խնդիրը, սովետը կար զոհաբերեր հազարավոր զինծառայողներ,
Սիմիպալացինսկեն հայտնի փորձարկումները ատոմային զենքի, երբ որ մարդկանց վրա փորձարկում էին, ոչ մի խնդիր չէին ունենում, նույն դրա հակառակը, որ Ամերիկայում կամ Արևմուտքում կառավարություններ էր փոխվում, այն պատճառով, որ 5 զինծառայող թունավորվե մահացել էր։ Այսինքն մարդը արժեք չուներ։ Հաջորդ մենք ընտրեցինք այդ մոդելը, քանի որ ես էլ եմ ծառայել, դուք էլ սպա եք եղել, պարոն Մերաբյան, բոլորս էլ Հայաստանի ցանկացած քաղաքացի տարբեր ժամանակահատվածում ունեցել է առնչություն հայկական բանակի հետ։ Հայկական բանակի հիմնական խնդիրը ո՞րն էր, որ լինի ամեն ինչ նորմալ վերադասի աչքում։ Բորջուրը ներկաց լինի, խոտը կանաչ ներկաց լինի, տանգը լվացած լինի, ջայնամ թե մեջը հրդեհաշիջման համակարգը չի աշխատում, ջայնամ թե մեջը վառելիք չկա, կարևորը վերադասի համար ամեն ինչ նորմալ լինի։ Ինչ գնով դա կլինի։ Այո, ինչ գնով դա կլինի, զինծառայողը մարտական պատրաստությունը ինչ մակարդակի է, համալրվածությունը ինչ մակարդակի է, դա կարևոր չի։ Պրոբլեմներից մեկը։ Երկրորդ պրոբլեմը, երբ որ այդ հրամանատարը, որ պիտի պատասխան տար զինծառայողի հոգեբանական վիճակի համար, արժեքավորված չէր բանակում, ինչ ձև արժեքավորված։ Հա կենացը խմում էին, երգեր ձոնում էին, չգիտեմ, երեխեքին մանկապարտեզում զինվորական համազգեստ էին հագնում եւ այլն, բայց զինծառայողը սպան չէր ստանում արժանի աշխատավարձ, չէր չուներ բնակության վայր, չուներ նյութական համալվացություն, չէր ստանում բավական վերապատրաստում, այսինքն այն սպան, որը պիտի զբաղվեր զինվորով, մոտիվացված չէր գումարով, այսինքն ես անչափ շնորհակալ եմ այս տասնամյակների մեր բոլոր սպաերին, որովհետև մեր բանակը գոյություն ունեցավ զուտ այդ մարդկանց ինտուզիաստի վրա, քանի որ պետությունը ոչինչ չի արել, որ բանակը գոյություն ունի, եկեք ճիշտ մոտենանք, էլի, որովհետև իրանց նյութական ոչ մի համալրվածություն չի եղել, նորմալ համազգեստ չի եղել, նորմալ կոշիկ չի եղել, սնունդ չի եղել, տեխնիկա չի եղել, սպաերը ստիպված են լը շատ հաճախ իրանց ծառայողական մեքենաների իրենք լցնեն այդ վառելիքը, ու պրիմիտիվ բաներ եմ ասում, աշխատավարձ չի եղել, ու ամենակարևորը իրանք ժամանակին համահունչ չեն անցել վերապատրաստումը, որ հասկանան այդ հոգեբանական մոտեցումը, բանակը չի կերպափոխվել, երբ որ այդ քանակից մենք ստանանք արժեքավոր զինվոր, բանակը չի կերպափոխվել, այսինքն ամբողջ զորքի պատասխանատվությունը դրված է եղել սպայի վրա, մինչդեռ արևմուտքում եղել է միջանկյալ մի հատ կլաս, այդ սերժանտական համակարգը, որ մեր պետությունը անցած տարի անոր ներդրել, որը իրոք փոխարինում է, ու հենց սերժանտների վրա է միջայլոց դրած այդ բարոյահոգեբանական, որ ինքը իր ամեն զինծառայողի ընտանեկան խնդիրները գիտի, թուլությունները, հակումները, ուժեղ եւ թույլ տեղերը, դրան գումարած, ասենք մեր մոտ տասնամյակներով հաջողության մոդելը ով է եղել, պարոն Մերաբյան, ասենք դու ծնվել ես ինչ-որ Երևանի Արվարձանում, երիտասարդ ես, հաջողության մոդելը չի եղել ծրագրավորողը, ինժեները, վարորդը, տարբեր աշխատող մարդիկ, հաջողության մոդելը եղել է երկու հատ, կամ կոռուպցիոները ու նրա որդին, ինչ-որ պետծառայողը, չգիտեմ, ինչ-որ իշխանական կլանից, կամ քուչի լավ տղեն, այդ պայմանական, այդ գողականը, այսինքն երիտասարդը որպես հաջողության մոդել ձգտել է դրանց ու միջանձնյա կարգավորման հարաբերությունների կարգավորման ֆունկցիոնալը չի եղել պետության վրա, ոնց որ արևմուտքում, այսինքն եթե ես ինչ-որ մեկի հետ խնդիր ունեմ, չեմ գնում ոստիկանություն կամ դատարան, այլ ասենք ես լուծում եմ փողոցում, ծեծվում եմ, գնում եմ ինչ-որ մեկի եմ դիմում, ինչ-որ անհայտ կարգավիճակով ու դա էլ ոնց որ ավելի շատ դրան պարարտացվել է, ինչով պետության այդ սերիալներով, որ պետությունը դա ընդհանրապես նախանցած տարի է Հայաստանում օրենք ընդունվել, որ այդ գողական այդ կրիմինալ սերիալները ցուցադրվեն հատուկ ալիքներով միայն գիշերը ժամ 1-ից հետո։ Պատկերացնում եք, մեր մոտ 25-30 տարի prime time, ցերեկվա օրվա որ ժամին ասես, երիտասարդը կարող նստեր, նայեր ոնց է երկու հատ երիտասարդ իրար դանակով հարց լուծում։ Դրան գումարած սոցիալական ոչ հավասարությունը, պատկերացնում եք, այս խնդիրներով մենք եկել ենք հասել ենք մի հատ կետի, որ այդ խնդիրները արմատացել է բանակում, դրան գումարած, որ մենք միշտ ունենք դիրքային ծառայություն, այսինքն դիրքային ծառայություն դա մարտական դիրքային ծառայությունը դա բանակի մասին չի։ Դիրքում կանգնած զինծառայողը դա պահակ է, որը չի զբաղվում որևէ ինքնակատարելագործմամբ, չի զբաղվում մարտական պատրաստությամբ, չի ինտեգրվում ռեսորների մեջ։ Դիրքը դա դեգրադացիա է, դա հոգեբանական ահավոր ճնշում է, քանի որ նույնիսկ եթե դու քո ամենասիրելի կնոջ հետ
մի սենյակում փագեն մի ամիս, երկու ամիս, հաստատ ինչ որ պահի դուք կհոգնեք իրարից, այսինքն դեռ 10-20 երիտասարդ են, որոնք տարբեր ընտանիքներ, տարբեր հոգեբանական խնդիրներով, մոտեցումներով, բարդույթներով, գումարած դրան մենք այսօր ունենք հսկայական թե ոչ, չանցնեմ այդ բանը, գաղտնիքի, բայց ունենք հրամանատարական կազմի խնդիր։ Դա օրինակ պաշտպանության նախարարն է փաստում, որ մենք 17 թվականին ունեցել ենք Վազգեն Սարգսյան դիմող մինչև 2 տասնյակ սպա, երբ որ մեր բանակին տարեկան պետք է 1000-ին մոտ սպա։ Այսինքն այդ խնդիրն է նոր լուծվում, դուք պատկերացնում եք, գումարած որ մյուս սպաերը ծերանում են, 20 թիվ պատերազմ, 22 այդքան զոհեր, վիրավորումներ, եկել ենք հասել ենք մի կետի, որ բանակի հետամնացության խնդրը, հարսարակության հոգեբանական այդ միջանձնյա հարաբերությունների այդ կրիմինալ ենթամշակույթի խնդրին գումարվել է բանակին 30 տարի կներեք արտադրության շանտեղ չդնելու խնդրը, որ դու գումար չես ծախսել բանակի վրա, բանակը գրավիչ չի եղել, որ Վազգեն Սարգսյան կամ Մոնթե Մելքոնյան շատ մարդ գնա, որ սպաերը համալրեն, ու եկե ասել ենք մի իրավիճակի, որ այսքան խնդիր ունենք, ու սպանությունների ու ինքնասպանությունների ճնշող մեծամասնությունը ստատիստիկա եմ խնդրել պաշտպանության նախարարությունից 95%-ից ավելին կատարվում է դիրքերում։ Այսինքն այս մեր ասած բոլոր սինդրոմները, որովհետև զորամասերում զինվորները զբաղված են, даже նույնիսկ ամենախուլ զորամասում հեռավոր զինվորները զբաղված են, հրամանատարություն վերջի կա, զենքին չունեն ազատ մուտք, ազատ կներեք դոպուսկ ասածը, եւ այլն, այո, դիրքերում իրանք հասանելի է զենքը, հերթապահություն են տանում, հասկանալ 18 տարեկան երիտասարդը չի հասկանում, որ իրանց կոնֆլիկտը դա հոգեբանական խնդիր է, որ ինքը պետք է բարդույթը բախտարի, այսինքն ինքը հասկանում է, որ սա կոնֆլիկտ է, ես պետք է փողոցային բարքերով կոնֆլիկտը մինչև վերջ լուծեմ։ Գումարվում է երիտասարդների մաքսիմալիզմը, իհարկե, գումարվում է երիտասարդների չպատկերացում էլի հոգեբանական խնդիր է դա, որ 20 տարեկանից հետո էլ կյանք կա, այսինքն ու այսքան խնդրը հիմա ծառացել է մեր հասարակության առաջ, որ մենք այսօր ունենք այդ խնդիրը, որ սպաերի պակաս, մնացած խնդիրները, որ այդ խնդիրները պետք է լուծենք։ Ինքնասպանությունների ճնշող մեծամասնության պատճառը դա է, որ այսքան խնդրով մենք հիմա ոնց որ կներեք, գցել են մեր շալակը այս խնդիրները, ու հիմա այս խնդիրները պետք է լուծենք։ Հիմա լուծման եղանակները ասեմ։ Միանշանակ ինչ ուզում արվի, ամենակարևորը մենք դիրքերում պետք է ունենանք մինիմալ քանակի դիրք։ Այսինքն, նայեք, Տավուշի մարզի սահմանազատման ժամանակ գաղտնիք չեմ բացում, դա կալկուլյացիա է։ Մենք ունեցել ենք մոտավորապես 100 դիրք։ Մոտավորապես 100 դիրքը մոտավորապես մի բրիգադ մարդ է։ 1500-ից 2000 հոգի մարդ է եղել միշտ այդ դիրքում նստած։ Պատկերացնում եք, ծակի մեջ նստած։ Հիմա սահմանազատումից հետո այդ հատվածը մեզ պահելու համար մեզ պետք է քարը պայթի 50 հատ սահմանապահ։ Դուք թվերի տարբերությունը պատկերացնում եք, չէ՞։ Այսինքն 1500-2000 հոգի մեր մոտ կարա զբաղվի մարտական պատրաստությամբ, մաքսիմալ անվտանգ իրավիճակում, կարաս ռեֆորմանես, վազացնես, թռցնես, ուղարկես եւ այլն իրանք վերապատրաստվեն։ Զորաբարների իհարկե, մենք ամենակարևորը, որ ինչ էլ անի հիմա պետությունը, խնդիրը կիսատ է լինելու, որովհետեւ մեր բանակի ճնշող մեծամասնությունը միշտ դիրքերում է։ Մենք պետք է ինչ որ միջոցով դա կլինի թվայնացում, ռոբոտիզացիա, իհարկե սահմանազատումը, իհարկե խաղաղության կնքելը, որովհետեւ գաղտնիք բացեմ կամ գաղտնիք չի խելացի մարդկանց համար, որ խաղաղությունը մեզ ավելի շատ պետք է քան Ադրբեջանին։ Իրականում ես դա ասում եմ որպես ռազմական ռեֆորմների տեսակետից, մենք պետք է զորք իջացնենք, որ կարողանանք զորք պատրաստենք։ Խաղաղությունը մեզ անհրաժեշտ է այս պահին, որ բանակում ռեֆորմ անենք։ Ինչ որ ձև պետք է մենք այդ զորքը իջացնենք, առաջի հերթին ֆիլտրենք։ Երկրորդ հերթին հոգեբանները կարողանան աշխատեն։ Երրորդ հերթին այս ռեֆորմները իրոք ներդրվի ամբողջ բանակում, քանի որ դու որ ռեֆորմ ես անում, դու այդ ռեֆորմը դու ներդնես զորքի մեջ, բայց այդ զորքը պետք է արկալվի։ Բայց երբ որ այդ զորքը դիրքում է, դու ո՞նց ես ռեֆորմներ դնելու։ Ու իհարկե երկրորդի մա սերժանտական համակարգն է ներդրվել, իհարկե այդ զինակոչիկների
քանակը պետք է կամաց հարաբերակցությունը կչանա ու դառնա պրոֆեսիոնալ բանակ, քանի որ պարոն Մերաբյան, մարդը որ աշխատավարձով գնում է աշխատանքի, այտենց օֆիս չկա կամ ֆիրմա, որտեղ միջազգային գործան, որտեղ միջազգային հարաբերություն կա։ Քանի որ մարդը առավոտ գնում է կամ զինակոչը, ի՞նչ է, էլի արխայիկ սովետական մնացած ինչ որ մոտեցում է, զինակոչիկի օբյեկտիվ եկեք լինենք։ Զինակոչիկը խի է գնում բանակ, մոտիվացիան որն է, ճնշող մեծամասնությունը։ Որ չդատեն։ Դե Այսինքն պատկերացնում եք 18 տարեկան հայ իհարկե կան հայրենասեր երիտասարդներ իրանց մեջ, կան հայրենիքը սիրող, բայց դա անենց ես զինակոչիկների հետ գրեթե ամեն շաբաթ շփվում աշխատում եմ, զբաղվում եմ տարբեր գործառույթներով ու շատ վաղուց ես զորքի մեջ աշխատող մարդ եմ ու բոլոր երիտասարդներն էլ հոյակապ երիտասարդներ են։ Իրոք ես այս սերունդը շատ է դուրս գալի, իրոք ես այս սերունդը համարում եմ, որ ասենք ամեն սերունդ դրանից նախորդից ավելի լավն է, բայց այդ մարդկանց մոտիվացիան իրոք այնա, որովհետև իրանք պարտավոր են, իրանք չգնան, իրանք կդատեն։ Երբ որ դու գնում ես աշխատանքի այն պատճառով, որ քեզ կարող է դատեն կամ պատժեն, դու հաստատ այդ աշխատանքը լավ չես անելու։ Բայց երբ որ դու գնում ես աշխատանքի, որ դրա համար վարձատրվում ես, կա պայմանագիր պրոֆեսիոնալ եւ այլն, դու как минимум կարաս այդ աշխատանքը չսիրես, բայց դու պարտավոր ես դա անել։ Արդեն պատասխանատվության ու պրոֆեսիոնալիզմի խնդիրն է։ Երկրորդ խնդիրը, երբ որ զինծառայողը գալիս է տարի ու կես 2 տարի, իրականում նորմալ մարտական պատրաստությունը, մանավանդ նոր է թվայնացած սերնդի զինատեսակները, մինչև իրանք կարողանում են այդ զինատեսակները իրանք ընկալեն, ընտելանան, սովորեն, իրենց զորացրվելու ժամանակն է գալի։ Այսինքն երկրորդ քայլով մենք պետք է իհարկե ժամկետային պիտի մնա, բայց իմ կարծիքով, ասենք կես տարվա ժամկետային զինծառայությունը ու հետո ակտիվ ռեզերվի ներդրումը, բայց մեր բանակի հիմնական ֆունկցիոնալը, որ կատարի պրոֆեսիոնալ բանակը, դա այս խնդիրների մեծ մասը լուծելու։ Իհարկե, այն ուղին, որ հիմա գնում է պաշտպանության նախարարությունը, օրինակ այս տարի Վազգեն Սարգսյանը Մոնթեր Մելքոնյան ռեկորդային քանակի ռեկորդային շատ քանակի դիմողներ ա եղել, ընդունվողներ ա եղել, բալերը բարձրացել է, արդեն շատ ցածր բալերով չեն ընդունվում եւ այլն, բնակարան են տալի, լավ աշխատավարձ են տալիս, բուժօգնություն, այսինքն նույնիսկ արտաքին տեսքն է կարևոր, պատկերացնում եք, նոր համազգեստը այնց իրոք այնց լավ է նայվում զինծառայողների վրա, որովհետեւ 18-20-25 տարեկան երիտասարդ են, այսօր կոնտենտի, վիզուալ կոնտենտի դարում ենք մենք ապրում։ Ու եթե դու բանակը որպես վիզուալ կոնտենտ չես ներկայացնում, այլ ասում ես տղա ջան, բանը մեր խաչքայրը, մեր եկեղեցիները, մեր պատմությունը, բան դա բավական մոտիվացիա չի, որ դու վիզուալ կոնտենտի մեջ մեծացած երիտասարդին ասես գնաց առայ։ Ինքը պետք է իրան լավ զգա, ինքը պետք է իրան պահանջված զգա, ինքը պետք է իրան սիրուն զգա։ Այսինքն մոտեցումները այսօրվա պետության մեծ մասամբ իհարկե կա բաց թողումներ, կա բաներ, որ դանդաղ արվում, կա բաներ, որ օրինակ ես ավելի, բայց մեծամասամբ մոտեցումները ճիշտ են, բայց մինչև բանակը ճիշտնի դիրքերից, մինչև մենք չունենանք այս փոփոխությունները ու ասեմ իմանաք, ես համարում եմ շատ համարձակ ու շատ տեղին քայլ ժամկետային ծառայության կրճատումը, տարուկես սարքելը, քանի որ այս պարագայում նայեք, շատերը ասում են դա պոպուլիստական էր, բայց դա պոպուլիստական, ասենք դա աբսուրդային կլներ, եթե պոպուլիստական կլներ, քանի որ մենք ունենք այն քանակի մշտական զինծառայողի պահանջ։ Այդ այն քաղաքը, եթե մենք կրճատում ենք տարուկեսով, ինչով պիտի լրացնենք։ Իհարկե պայմանագրայիններով, այսինքն պետությունը վերջապես իր վրա վերցնում այդ պատասխանատվությունը, որ փող պետք է տամ, որ իմ երկրի անվտանգությունը պահեն, այլ ոչ թե այդ հայրենասիրական կուտը տամ, էլի կներեք արտահայտության համար։ Հայրենասիրությունը դա մեծ գաղափար է, մեծ իդեա է, իհարկե, բայց դա չպետք է վերածվի կուտ տալու այդ բանին, էլի դա պետք է իրոք լինի հիմնավորված։ Այսինքն քո մոտ սպան պիտի ստանա նենց աշխատավարձ, որ ինքը լինի հավասար ցանկացած պետության միջին խավի ներկայացուցիչ, այլ ոչ թե ասեն դու սպայս կենացը խմեն, բայց այդ մարդը կապի լարի գումար չունենա։ Այսինքն խնդիրների լուծումը սա է, դիրքերից զորքը պետք է իջնի, պետք է մենք անցնենք կամաց փոխենք ինչքան հնարավոր է, ճիշտ կամաց ինչքան որ արագ պրոֆեսիոնալ բանակ, իհարկե մաքսիմալ արևմտյան հրահանգիչների, սպայերի, բարձրագույն ուսումնական
հաստատությունների հետ համագործակցելով ու իրանց փորձն ու գիտելիքը ներդնելով, քանի որ ցավոք մեր այսօր ռազմական դոկտրինը, ռազմական գիտելիքը նենց է հետ ընկել, իհարկե մեր բանակում կան առաջադեմ սպայեր, իրոք կան, շփվում եմ, ասենք վարչության պետեր, նույնիսկ ԳՇՊ-ում եւ այլն, մեծ մասն էլ հիմա այսօրվա գործող ժամանակակից են, բայց հասկանում եք, այն քանակը մենք չունենք ու այն իներցիան մենք չունենք ու այն ներդրման իմպլեմենտացիայի մեթոդաբանությունները չունենք, որ դա կարողանանք բավականին արագ ու բավականին էֆեկտիվ ներդնել։ Շատ կարևոր է օրինակ մեր Ֆրանսիայի, Արևմուտքի, Բրիտանիայի այսօր մեր մոտ զինծառայողները կարողանում են վառ ակադեմիա ընդունվել սովորել։ Մենք West Point ենք կարող սպա ուղարկենք ֆրանսիական այսօր բանակի երևի ամենալուրջ խնդիրներից մեկը լեզվի իմացությունն է, որովհետև բանակը պատրաստ է պետություն ուղարկի ինչքան սպա կա կամ ինչքան զինծառայող կա, որ լեզու գիտի արտերկիր, բայց մեր մոտ լեզվի իմացության խնդիր կա։ Այսինքն այս գործիքակազմերը սերժանտական համակարգը, որը ներադրվե, բայց կամաց պետքա այդ մեթոդիկան ներդրվի, որ սերժանտը նաև հոգեբանա։ Ու դա պատկերացնում եք, ասենք, եթե արված լիներ 15 տարի առաջ, մեր այն ժամանակվա բանակի հրամանատարությունը զբաղված լիներ իրոք փորձի ուսումնասիրությամբ, արևմտյան, համեմատականներ տանելով, անալիտիկայով զբաղվեր ու հասկանար, որ այն ժամանակ էր որ մենք ունենք հրամկազմի խնդիր։ Սերժանտական համակարգ էր 15 տարի առաջ իր հոգեբանական լծակներով սերժանտին ներդրված լիներ, մեր մոտ այսօր առաջինը հրամկազմի խնդիրը sense կանգնած չէր։ Երկրորդը մենք այսքան ինքնասպանություններ, միջանձնահարաբերություններ եւ այլն չէինք ունենա։ Պարոն Ղազարյան, մենք հարց մոտենում ենք նաեւ բանակի ապագային, հա։ Տեսեք, մենք մեծ երկիր չենք, հա, որ միայն պրոֆեսիոնալ բանակի հույսին մնա, որովհետեւ եթե պայմանականորեն սկսվում է պատերազմը, այնպես չի, ասում ենք, դե դու պրոֆեսիոնալ բանակ ես, գնա կռվի։ Այսինքն ռազմական կարողություններ պետք է քաղաքացիները եւս ունենան, եւ դրա համար կա ռեզերվի նախապատրաստման համակարգ, կա տարածքային պաշտպանության հրամանատարություն, կա այս 25-օրյա հավաքներ, որը ակտիվ ռեզերվն է նախապատրաստում, եւ այո, կա միջազգային փորձ, ըստ որի այնպես է ստացվել կայացած համակարգեր ունեցող երկրներում, որտեղ ռեզերվային գումարտակների եւ բրիգադների մարտունակությունը ոչնչով չի զիջում կանոնավոր բանակի գումարտակների եւ բրիգադների մարտունակությանը։ Օրինակը Ֆինլանդիան է, օրինակը Բալթյան երկրներն են, հա, որոնք այո խնդիր ունեն բնակչության թվի, հա, մարդկային ուժի ռեզերվ եւ այնտեղ էլի այս համընդհանուր զինապարտությունը մնում է, բայց այդ բանակի ծառայությունը դա ուսումնական process է, վարժական process է։ Եվ ասենք Ֆինլանդիայի նման երկիրը, որ կարող է 72 ժամվա ընթացքում 100,000-ից էլ պակաս կանոնավոր բանակը 72 ժամվա մեջ վերածի 1 միլիոնանոց բանակի, այսինքն բնակչության թվի 1/5-ի չափով 5 միլիոնանոց երկիր լինելով եւ կրկնում եմ, ռեզերվի բրիգադները իրենց մարտունակությամբ չզիջեն կանոնավոր բանակի համապատասխան ստորաբաժանումների եւ զորամասերի, բայց դա ճանապարհ է, որ մենք պետք է անցնենք։ Հիմա մենք կրճատել ենք մինչև տարի ու կես։ Ես մտածում եմ, որ տրամաբանությունն այն է, որ ինչ-որ X ժամանակ անց դա կդառնա մի տարի, հետո ավելի պակաս, այդ օպտիմումները արդեն ոնց որ հնարած հեծանիվ է, էլի, այսինքն այնպես չի, որ մենք ինչ-որ ճանապարհ ենք հարթում, մենք էվոլյուցիա ենք անցնում, բնականաբար, բայց այդ էտապները արդեն հայտնի են։ Եվ այս ամենը պահանջում է էլի արևմտյան ստանդարտներով մի նոր ապահովության ձև, այլ ոչ թե այն խուժան ինստիտուտը զամպալիտի, հա, որ գալիս, ես գոնե սովետական բանակում էլ եմ ծառայել որպես զինվոր, են գալիս պատմում էր, թե ասենք 26-րդ
ՍՄԿԿ համագումարում Բրեժնևն ինչա պատմում, ասենք թե, կամ Գարբաչովը, հա, ես Գարբաչովի ժամանակ էի, կամ պաշտպանության մինիստրը ինչ էր ասում Ամերիկայի մասին։ Մեր մոտ է Սերյան Օհանյանի գրքերն էին գալի պատմում։ Ահա, հիմա այս ապուշությունը պետք է վերանա եւ բարոյա հոգեբանական ապահովումը նույն ձևի ապահովումը, ինչպես կապի ապահովումը, չգիտեմ, թիկունքային ապահովումը, դա ապահովման ձև է։ Դա ծառայություն է զորքերի։ Մենք ունենք այդպիսի ընկալում, որ մեզ այդպիսի ծառայություն է պետք եւ այդ ծառայության գոնե բազային տարերը ունենք, թե ոչ։ Եվ ինչա պետք ունենալու համար, համեցեք։ Պարոն Մերաբյան, դե այս պաշտպանության նախարարության, սենց ասեմ, նենց չի պաշտպանության նախարարությունից վերջի սպանություններից հետո է այդ ուղղությամբ գնացել, քանի որ օրինակ մեր մոտ հոգեբաններ վաղուց կան։ Մեր մոտ այդ սերժանտական համակարգը նենց չի, որ մենք էլ որոշել են, որ արևմուտքում սերժանտները ավելի ուրիշ մակարդակի վրա են, այսինքն դա սպային զուգահեռ, ուղղակի սպան զբաղված է ստրատեգիան հարցերով, սերժանտը տակտիկական հարցեր է լուծում, ինչպես մարտի դաշտում, այնպես էլ մարտական պատրաստությունում, առօրյայում։ Հա, դա եկել է նրանից, որ հասկացվել է, որ մենք այդ բարեա հոգեբանական այդ զամպալիտի, ես ձեզ ասեմ ավելին, որ պաշտպանության նախարարությունում կա այդ հասկացությունը, հասկացողությունն ու ընկալումը, որ այդ զամկալիտի դպրոցը ահավոր հնացած է, ու կա ղեկավարության մակարդակի վրա, այո, իհարկե։ Դե գիտեք, ես ինչքան ծառայել եմ, ինչքան զորքերում շփվել եմ, այդ զամպալիտը ավելի շատ իր ֆունկցիոնալը ոչ թե բանն էր, բարեա հոգեբանական էր, այլ ինքը ինչ որ KGB-ի ասոբիստի դեր էր տանում, մեր սովետական այդ մնացած այդ արխային երևույթներ, էլի։ Ու այդ ընկալումը կա, ուղղակի իրա մի քիչ ձևափոխման խնդիր կա։ Օրինակ արևմտյան փորձը, որ ուսումնասիրում ենք ամերիկյան փորձը, այնտեղ Վիետնամի պատերազմից հետո սուիցիդների ինքնասպանությունների քանակը շատ ավելի բարձր էր մի հոգու համար, քան Հայաստանում։ Այնտեղ հետպատերազմական սինդրոմն է, այսպես կոչվում։ Սինդրոմը, այո, դա մենք էլ ունենք այդ սինդրոմը։ Միջելից մեր մոտ հասարակության մեծ մաս ունի այդ սինդրոմը, ուղղակի շատ քիչ մարդ է փաստում, որ այդ սինդրոմով է ապրում։ Ինչ են իրանք, ինչ անկալեցին։ Առաջինը հոգեբանը չպիտի լինի ռազմական ենթակայության մեջ։ Այսինքն հոգեբանը պիտի լինի անկախ մարմին, այլ ոչ թե ենթարկվի զորամասի հրամանատարին։ Այսինքն հոգեբանը պիտի ամեն օր շփվի զինծառայողների հետ, ինքը պիտի լինի զինծառայողների մեջ, այլ ոչ թե առանձին կաբինետում նստած սպասի երբ է իր մոտ զինվորը գալու։ Մեր իրականության մեջ, երբ որ նույնիսկ մենք մեծ մարդիկ ենք, հոգեբանին չենք դիմում, որովհետև ինչ որ տենց խնդիր է դա, հա, ինչ որ բան պիտի հաղթարենք մեր մեջ, ակնկալել, որ 18 տարեկան երիտասարդը ինչ որ անձնական խնդիրով պիտի գնա հոգեբանի մոտ, իսկ հոգեբանի ֆունկցիան զուտենա, որ ինքը ինչ որ բաներ է լրացնում։ Ես նույնիսկ մի զվարճալի պատմություն պատմեմ, դա Արցախի հոգեբաններն են դի պրակտիկան բանում, այն ժամանակ իրանք զինծառայողը նորակոչիկը գալիս էր, հարցնում էին, ասում էին ընկերուհի ունես, ասում էր հա, ու գրքի մեջ գրում են, որ ինքնասպանության հակում ունի։ Այսինքն դա այտենց կիսա զավեշտալի, այտենց ինչ որ բան էր, էլի ստանդարտ էր, բայց մենք պարզ է, չէ, որ դա հոգեբանության մասին չի։ Դա ինչ որ ստանդարտ շաբլոնների կիրառում է։ Հետո հոգեբանական ծառայությունը չպիտի լինի այդ ֆիզիկական կոնտակտի միջոցով, պետք է հեռախոսահամարներ լինեն, չաթեր լինեն, ու այս ընկալումը պաշտպանության նախարարությունում կա, իմիջիալից այս ծրագիրը մինչև այս ցավալի տրագիկ դեպքերն էր, որ այդ ուղով պաշտպանության նախարարությունը գնում էր, ուղղակի իրանք այդ գործընթացները զուգահեռ էր գնում։ Այս իրավիճակը ավելի ոնց որ այդ խնդիրները բարձրացեց առաջի պլան, քանի որ հասարակության պահանջը հենց դրա մասին էր։ Ու միանշանակ մենք էլ որպես հասարակություն, պրոֆեսիոնալ հանրություն պետքա այս ձև խնդիրներով խորհուրդ տանք, ինչ որտեղ ստիպենք, ինչ որտեղ բացատրենք, ինչ որտեղ աջակցենք, որպեսզի նախարարությունը կիրառի այս գործիքակազմը, քանի որ էլ եմ ասում, սերժանտը պետք է լինի հոգեբան, միանշանակ պիտի հոգեբանական, քանի որ սերժանտի ենթակայության տակ կա, ասենք 7-10 զինծառայող, ինքը լրիվ իր վիճակի է, բոլորի խնդիրներից տեղակ լինի։ Բոլորի անձնական խնդիրներից տեղակ լինի։ Իհարկե պաշտպանության իմիջիալից ակտիվ ռեզերվի հետ կապված ասեմ, մենք ուրիշ ալտերնատիվա չունենք Ֆինլանդիայի,
մոդելը կամ շերու չգնանք ուկրաինական տերաբարոնան։ Այո։ Բուչայում թվացյալ կամ Գոստոմելի օդանավակայում թվացյալ ռուսական բանակի էլի տանել, փորձում բանել, այնտեղ իրանց հետ մարտնչելա հիմնականում առաջին մի քանի օրը այդ տերաբարոնան շատ էֆեկտիվ է մարտնչել ու դա մի կողմ դնել Ուկրաինա։ Ես կասեի նույնիսկ մեզ անհրաժեշտ է այսօր ուկրաինական փորձը օգտագործել։ Ես երջանկություն Ուկրաինայում ընկերներ ունեմ, որ առաջորդանից ներգրավված են պատերազմի մեջ ու ես հասկանում եմ, որ ուկրաինական փորձ անտեսել ու ուկրաինական փորձը չկիրառել ու Ուկրաինայի հետ չմտնել ինչ որ սիներգիայի մեջ փորձի փոխանակման մասով, դա վաղը միսօր մենք շատ լուրջ խնդրեմ ենք ունենալու։ Ոնց որ ունեցանք այդ խնդրեմը, որ 25 տարի առաջ ընտրություն կատարեցինք այդ ռուսական ուշ սովետական դպրոցի ուղղությամբ։ Հույսով եմ հարցին պատասխանեցի պարոն Մերաբյան, թե ինչ որ բան բաց թողեցի։ Չէ, ամեն ինչ։ Հա։ Պատասխանեցիք, իհարկե ոնց որ ասում են, այս խմորը շատ ջուր է պահանջելու եւ բանակի ռեֆորմներն էլ դա այսպես բազմամյա ընթացք է, պարոն Ղազարյան, եւ կարծում եմ մենք դեռ շատ առիթներ եւ պատճառներ, հուսով եմ դրանք չեն լինի ողբերգական առիթներ, ինչպես այսօր է, այս հարցերին անդրադառնալ, որովհետեւ սա մի հարց է, բանակն ինքնին փակ համակարգ է եւ բանակն ինքը շատ բան չի ասում, բայց հասարակությունը պետք է հենց փորձագետների միջոցով տեղյակ լինի բանակին, որը ծախսերի առումով տանում է հարկատուների կողմից վճարված գումարի առյուծի բաժինը եւ լուծում է ամենակարևոր հարցը, անվտանգության հարցը։ Այն էլ այսպիսի տարածաշրջանում ինչ որ մենք ենք, այնպես որ ձեր այս մասնակցությունը այս հարցազրույցին, պարոն Ղազարյան, այդ կոմունիկացիայի առումով շատ կարևոր դեր է խաղում, ինչի համար ես ուզում եմ երախտագիտությունը հայտնել ձեզ եւ հույս ունենալ, որ մենք էլի կհանդիպենք մեր եթերում։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Շնորհակալ եմ, ամենայն բարիք։ Առաջ